Ժամեեմը շարունակում է քաղաքական տիկնիկներ խորագրով իր հաղորդաշարը, որը ներկայացված է քաղաքական տիկնիկային ժանրով։ Մենք շարունակելու ենք բացահայտել պետական քաղաքական գործիչների իրական մտքերն ու մտադրությունները, որոնք որպես կանոն տեսանելի չեն հասարակության լայն շրջանակների համար։ Քաղաքական թատրոնում տեղ գտած մտքերն իհարկե իրական չեն, հետևաբար ներկայացվել է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ թե ինչ կարող էր լինել, եթե այն կայանար։ Մեր վերջին 3 թատրոնները նվիրված էին Երևանի ավագանու ընտրություններին։ Գլխավոր մեղքն այն էր, որ Տարոն Մարգարյանի քարոզարշավը նմանվել էր քրդական բանվորական կուսակցության ակցիաներին եւ դա լուրջ մտահոգություն էր առաջացրել թուրքական կառավարության մոտ։ Նշել էինք նաեւ, որ այդ կապակցությամբ Տարոն Մարգարյանն իր մոտ էր հրավիրել նախընտրական արշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին եւ դժգոհել իրականացվող քարոզարշավի որակից։ Վերջինս էլ իր հերթին հանգստացրել էր Տարոնին, թե ամեն ինչ լավ է լինելու եւ ՀՀԿ-ի քարոզարշավի գլխավոր մեխը հենց ընտրության օրն աշխատող պետական մեքենան է լինելու, այլ ոչ թե Տարոնի պոստերների դիզայնը կամ էլ նրա ոչ մի արժեք չունեցող խոսքը։ Եվ ահա, ընտրություններից անմիջապես հետո Արմեն Աշոտյանը կրկին փորձում է հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, որպեսզի արդարանա իր աշխատանքի համար, սակայն անսպասելիորեն դժվարությունների է հանդիպում։ Տարոն Մարգարյանի քարտուղարուհին Աշոտյանին բացատրում է, որ նա պարոն Մարգարյանի հետ այսուհետ կարող է շփվել միայն հեռախոսով, քանի որ նա շատ զբաղված է եւ օտարերկրյա ղեկավարներից շնորհավորանքներ է ստանում։ Եվ այսպես, օտարերկրյա ղեկավարները շնորհավորում են Տարոնին հաղթանակի կապակցությամբ։ Առաջինը Թուրքիայի վարչապետ Էրդողանն է։ Ալո, Պերդոգոդում, Պարոն Մարգարյան, շնորհավորում եմ փայլուն հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ ձեր ապագա կարիերայում։ Կասկած չունեմ, որ դուք լինելու եք Հայաստանի ապագա նախագահը, քանի որ ինչպես մենք ենք հասկանում ձեր ստացած ձայներից, դուք Հայաստանի այսօրվա ամենահեղինակավոր մարդն եք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ ձեր անկեղծ եւ ճիշտ խոսքերի համար եւ չկասկածեք, որ իմ նախագահ ընտրվելուց հետո կբարելավեմ ոչ միայն հայ-թուրքական, այլև թուրք-քրդական հարաբերությունները։ Թուրքիայի վարչապետից բացի Տարոնին շնորհավորում է նաև Վլադիմիր Պուտինը։ Здравствуйте, уважаемый Тарон Андроникович. Поздравляю вас с победой. Желаю вам дальнейших успехов. Наконец-то после 5 лет неприятий и неуверенности мы узнали, с кем должны иметь дело в Армении. Так что еще раз поздравляю вас. Желаю удачи. Շնորհակալ եմ պարոն նախագահ ձեր ջերմ խոսքերի համար։ Դուք ճիշտ եք նկատել, որ խոսում եք Հայաստանի այսօրվա ամենահեղինակավոր թաղի տղու հետ։ Տարոն Մարգարյանին շնորհավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Allô, monsieur Markarian, Պարոն Մարգարյան, մենք խորապես համոզված ենք, որ դուք Անդրանիկի որդի Տարոնը ավելի հեշտ եք հաղթելու, քան ձեր նախագահ Սերժ Սարգսյանը։ Եվ այդ կապակցությամբ մենք շնորհավորում ենք ձեզ եւ օր առաջ սպասում ենք, որ դուք կդառնաք Հայաստանի նախագահը։ Շնորհակալ եմ պարոն Օլանդ ձեր ջերմ խոսքերի համար եւ կասկած չունենաք, որ ես իմ հոր Անդրանիկի որդին եմ եւ կշարունակեմ իմ հոր առաքելությունը Հայաստանում։ Արտերկրյա ղեկավարների շնորհավորանքներից հետո Տարոն Մարգարյանին զանգում եւ շնորհավորում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Այդ տղատարուն, ես ինչ խաբարա։ Զանգում եմ քարտուղարուհուդ, ասում ես զբաղված է, Պուտինի Էրդողանի հետ է խոսում։ Հա, պարոն նախագահ, Պուտինն էր զանգել, Էրդողանը, Ֆրանսիայի նախագահն էլ էր զանգել։ Շնորհավորում էին իմ հաղթանակի կապակցությամբ ինձ։ Տարոն, քո թե մեր հաղթանակի կապակցությամբ։ Այդ տղա, դու գլխիս պրոֆին ես դարձել, մի փոքր թևեր տվեցինք, արդեն երկնքից չես ուզում իջնել ներքև։ Վայ, պարոն նախագահ, ինչի մասին է խոսքը։ Դուք ինձ հարցրեցիք, ես էլ պատասխանեցի։ Իհարկե, դա բոլորից հաղթանակն է, բայց եկեք անկեղծ լինենք։ Ժողովուրդն ինձ ավելի շատ է սիրում, քան ձեզ։ Այդ տղա, ես որոշել եմ 55% խփել, արդեն հավրգել ես։ Հեսա լրագրողներին կկապեմ վզիդ, որ չափոտ ճանաչես։ Ինչ 55%։ Մեր տղերքը որ չլինեին, դու իսկի 5% էլ չէիր հավաքի, Տարոն։ Պարոն նախագահ, մեր տղերքը որ չլինեին, դուք էլ չէիք կարող ինձ սենց զանգել ու խոսեիք։ Ես խո չեմ ասում, որ նախագահական ընտրություններում տղերքն են հաղթել։ Դուք եք չէ հաղթել։ Պրոստը մեր տղերքը կարացան ինձ 55% խփեն, ձեզ 44։ Էդ է իրականությունը, պարոն նախագահ։ Տարոն, էդ ի՞նչ է։ Բա այն Աշոտյանի ու Շարմազանով Էդիկին ինչու չես ընդունում, հմ։ Պարոն նախագահ, Էդիկը չէ, բայց Աշոտյանն իմ ընտրության արջի ծառայությունն էր։ Նրա շնորհիվ հեղինակությունս ոչ թե ստեղ, այլ Դիարբեքիրում էր բարձրացել։ Մեր տղերքը որ չլինեին, ես կընտրվեի ոչ թե Երևանի, այլ Դիարբեքիրի քաղաքապետ։ Ոստորեն տենց։ Այնքան ես գոռոզացել, որ Աշոտյանին անուն ես կպցնում, հա, այդ տղա։ Դով
Այս խոսակցության արդյունքում ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը զանգահարում է Արմեն Աշոտյանին։ Արմեն, տարոնին 55% խփեցինք, լավ արեցինք։ Այն Լևոնենց դաշնակցությանը խաղից դուրս թողեցինք։ Մեր ավելի շուտ քո ընկերներ ժառանգությանն էլ աջակցեցինք, բայց հիմա լսի թե քեզ ինչ եմ ասում։ Այսօրվանից քո լրատվական քիլեր բրիգադին հանձնարարի սկսել ավելի լայնածավալ փչացման գործընթաց։ Ռոլիկներ, ինֆորմացիա, լրատվություններ, վերլուծություններ։ Գիտես մի խոսքով, ես էլ չասեմ։ Լսում եմ, պարոն նախագահ, խնդիրը հասկացա, արդյունքներ կտեսնեք մի ամսից։